Ռուսաստանում սեպտեմբերից հետո միգրացիոն օրենսդրության խստացումներն արդեն իսկ հանգեցնում են այնպիսի իրավիճակի, որ ըստ մասնագետների կարող է լրջորեն վնասվել ԵԱՏՄ երկրների բեռնափոխադրումների համակարգին։ Հայկական Կարիտաս կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանի խոսքով առաջացած խնդրին առնչվող բազմաթիվ դիմումներ են ստացել։ Ես արդեն 74 դիմում ունեմ, որից 13 կամ 14-ը ունեն արտաքսում, այսինքն մուտքի արգելք, արտաքսում չէ, մուտքի արգելք ունեն եւ մուտքի արգելքը դրված է 5 տարի ժամկետով։ Այն դեպքում, երբ որ նորից եմ ասում, բոլորի փաստաթղթերը ստուգել եմ եւ այնտեղ նշված բոլոր ժամկետները չեն հասնում 180 օր։ Ըստ նոր կարգի Ռուսաստանին մտնող օտարերկրացիները, այդ թվում Հայաստանի բեռնափոխադրողները, Ռուսաստանում կարող են գտնվել առավելագույնը 90 օր, մինչդեռ նախկինում ժամկետը 180 օր էր։ Եթե վարորդը գերազանցի 90 օրվա սահմանաչափը, կարող է հայտնվել կարգը չպահողների ցուցակում եւ արտաքսվել կամ ստանալ հաջորդ տարիների մուտքի սահմանափակումներ։ Եթե այսպես շարունակվի, ապա մեր բոլոր բեռնափոխադրողները շատ շուտով մուտքի արգելք կունենան 3-ից 10 տարի ժամկետով։ Ես ուղղակի չգիտեմ, սա շատ լուրջ հարց է, որին լրջորեն պետք է վերաբերվել եւ առնվազն ԵԱՏՄ շրջանակում գոնե նման բան պետք է տեղի չունենա։ Բեժանյանի դիտարկմամբ խնդիրը պետք է լուծվի համակարգային մակարդակով, ըստ նրա ԵԱՏՄ շրջանակում պետք է հստակ նշվի, որ բեռնափոխադրումներ իրականացնողները չպետք է ընկնեն այդ օրենքի ազդեցության տակ։ Օրենքի կետում պետք է բացառություն արվի նրանց համար, ինչպես դա արվել է այլ երկրներում։ Օրինակ Ֆրանսիայի փորձը ցույց է տվել, որ նման իրավիճակներում կարելի է համաներում հայտարարել եւ հանել մուտքի արգելքը նախկինում տուժած անձանց համար։ Բեռնափոխադրողների ճգնաժամը վաղուց այլևս ոլորտային հարց չէ, դա դարձել է պետական կառավարման ունակության փորձաքար։ Իսկ այս փորձաքարը ցավոք արձանագրում է անգործություն, անկազմակերպվածություն եւ ոչ կոմպետենտություն, այնպես որ մինչ իշխանությունը զբաղված է քաղաքական շոուներով եւ ցուցադրական ձերբակալություններով, իրական տնտեսությունն ու հազարավոր ընտանիքների գոյությունն է վտանգի տակ։ Սա է մեր երկրի իրական դեմքը այս իշխանության օրոք։ Այս խնդիրը նաև տնտեսական հարց է երկու երկրի համար, Ռուսաստանի ներսում եւս մտահոգություն կա։ Փորձագետի գնահատմամբ այսօր խոսքը միայն բեռնափոխադրողների մասին է, սակայն առաջիկայում խնդիրը կարող է տարածվել նաև ուղևորափոխադրող ընկերությունների վրա։ Սեդա Մակարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։